Բարև ձեզ փոքրիկներ եւ ոչ միայն փոքրիկներ։ Շլդիկ նապաստակը, սկյուռիկը, աղվեսն ու ոզնին ընկերացել էին։ Մի օր նապաստակը վազեվազ գալիս, աղվեսին ու ոզնուն ձայն է տալիս։ Հեյ, հասեք, օգնեք, սկյուռիկը ծառից ընկավ ջրհորը, հիմա կխեղդի մեր խեղճ սկյուռիկը, շուտ արեք, շուտ։ Ու երեքով վազում են դեպի ջրհորը։ Բոլորից արագ շլդիկն է վազում։ Ընկերները հևի-հև հասնում, նայում են ջրհորի մեջ։ Սկյուռիկը չկա մեր սկյուռիկը, վայվույ են անում նրանք։ Ոնց թե չկամ, շատ լավ էլ կամ, լսվում է սկյուռիկի ձայնը։ Բա էս ով է ծառին նստած կաղին ուտում, ես չեմ։ Աղվեսն ու ոզնին նայում են սկյուռիկին, ուրախանում են։ Հետո նայում են ծիծաղը հազիվ զսպող շլդիկին, բարկանում են։ Դու ինչու մեզ խաբեցիր, հարցնում են։ Ես կատակ արեցի, կատակ արեցի, փորը բռնած հռհռում է նապաստակը։ Դե ծիծաղեք, հեյ, կատակ արեցի, բոլորը տափակ եք ինձանից բացի։ Դե ծիծաղեք, հեյ, կատակ արեցի, բոլորը տափակ եք ինձանից բացի։ Ոչինչ ձեր ընկեր ուրախ նապաստակը մի լավ դաս կտա, թե ինչ է կատակը, թե ինչ է կատակը։ Դե ծիծաղեք, հեյ, կատակ արեցի, բոլորը տափակ եք ինձանից բացի։ Դե ծիծաղեք, հեյ, կատակ արեցի, բոլորը տափակ եք ինձանից բացի։ Ընկերները նեղացած շրջվում գնում են, իսկ սկյուռիկը կաղինով դոմփ խփում է շլդիկի գլխին։ Վայ, ես ինչ եք տող, գլուխն է տրորում շլդիկը։ Ձեզ հետ կատակ անել չի լինում, շատ ձանձրալին եք։ Հաջորդ օրը շլդիկ նապաստակը անտառում փնտրում գտնում է իր երեք ընկերներին ու ասում է նրանց. Գիտեք, մի լավ բան եմ մտածել, անտառային երգչախումբ պիտի ստեղծենք։ Շլդիկի ընկերները շատ են ուրախանում։ Բոլորդ եկեք էստեղ, շարվեք բացատում։ Հիմա ես չափ կտամ, իսկ դուք կերգեք, ասում է շլդիկը։ Ընկերներն ուրախանում են ու շարվում են շլդիկի ասած ձևով։ Շլդիկն էլ կանգնում է նրանց դիմաց, կլոր թաթերը բարձրացնում է, որ չափ տա, մեկ էլ թե։ Չէ, այսպես սխալ է, ինձ շատ մոտ եք կանգնել, մի քիչ հետ գնացեք։ Ընկերները ձեռք ձեռքի տված հետ են գնում։ Ապրեք, մի քիչ էլ, ահա, մի քիչ էլ, ասում է շլդիկը, էլի, մի քիչ էլ, ու, ահա, ու աղվեսը, ոզնին ու սկյուռիկը մեջքի վրա ընկնում են մեծ փոսը։ Վախ ոտքս, վախ ձեռքս, վախ գլուխս, գոռում են խեղճերը։ Նրանք ցավից գոռում են, իսկ շլդիկը բարձր ծիծաղում է։ Ընկերներն իրար օգնելով մի կերպ դուրս են գալիս փոսից, զարմացած ու զայրացած շլդիկին են նայում։ Դե գոնե հիմա հասկացեք էլի, թե որն է կոչվում շատ ծիծաղելի, տեսակ բոլորիդ գցեցի փոսը, ով չի ծիծաղի, հաստատ միայն խոզը, դե գոնե հիմա հասկացեք էլի, թե որն է կոչվում շատ ծիծաղելի, տեսակ բոլորիդ գցեցի փոսը, ով չի ծիծաղի, հաստատ միայն խոզը։ Ինչ եք աչքերդ չռել վրաս։ Չեք հասկանում, ես կատակ արեցի, կատակ։ Դուք ինչ է, ծիծաղել չգիտեք։ Բայց մենք ուզում էինք երգել, նեղացած ասում են ընկերները։ Ինչ երգ, ինչ բան, լսեք, ծիծաղն ամենալավ երգն է։ Բայց չէ, որ միայն դու ես ծիծաղում, ասում են ընկերները։ Որովհետև մեր միջի կատակասերը ես եմ, ասում է նապաստակը ու շարունակում է ծիծաղել գլխիկոր հեռացող իր ընկերների վրա։ Մի քանի օր անց շլդիկի ծննդյան տարեդարձն էր։ Ընկերները միասին գնում են նրան շնորհավորելու։ Այս փոքրիկ կլորի կարկանդակներն ինքս եմ թխել, ասում է շլդիկն ու հյուրասիրում է իր ընկերներին։ Ախ, հապակերեք, տեսեք թե ինչ համեղ են ու ինչքան փափուկ։ Ընկերների աչքերն ուրախությունից փայլում են, բայց երբ կարկանդակները բերաններն են դնում, նրանց աչքերից արցունքներ են թափվում։
Շլդիկն իր ծննդյան կարկանդակների մեջ կլոր փշեր էր դրել։ Շլդիկի ընկերներն էլ չեն դիմանում, ուզում են նրան շատ վատ բաներ ասել, բայց չեն կարողանում խոսել։ Փշերը խրվել մնացել էին նրանց լեզուների մեջ։ Քիչ էր մնում խեղդվեին։ Իսկ շլդիկն էլ քիչ էր մնում խեղդվեր, միայն թե ծիծաղից։ Վայ, ինչ սրամիտ եմ, չէ։ Այ իսկական ծննդյան տոն։ Ընկերները վեր են կենում, գնում են։ Վատ է, շատ վատ, երբ ընկերներդ հումորի զգացում չունեն։ Ստիպված ես լինում ծննդյանդ օրը ինքդ քեզ ուրախացնել։ Դե արի ու սրանց հետ ընկերություն արա։ Հեյ, ձանձրալիներ։ Ձայն է տալիս շլդիկը նրանց հետևից։ Էդ գնում եք, հա։ Դե լավ, ինչ արած։ Աշխարհում չկա այսպես արարած, կյանքում չեն տեսել կատակ կարկանդակ, սրանց գլուխը դատարկ է, դատարկ է, դատարկ է, դատարկ։ Հաջորդ օրը աղվեսը, սկյուռիկն ու ոզնին հավաքվում են, միասին մի բան են որոշում։ Երբ տեսնում են շլդիկը գալիս է, սկսում են իրար մեջ խոսել։ Վայ, ինչ համեղ էր, շատ համեղ էր, չէ, հա, շատ համեղ էր։ Էդ ի՞նչն էր համեղ, հարցնում է շլդիկը, իմ ծննդյան տոնի կարկանդակները։ Չէ, ինչ կարկանդակ, ասում են ընկերները, մորաքույր խլուրդի տված կոնֆետները, շատ համեղ էին, շատ։ Դուք ինչ ընկերներ եք, առանց ինձ կոնֆետ եք կերել, հա, ես էլ եմ ուզում։ Ուզում ես, գնա կեր, ասում են ընկերները, մորաքույր խլուրդը կոնֆետ շատ ունի, քեզ էլ կտա։ Տես նա լվացք է անում, բայց դե գիտես, խլուրդները համարյա ոչինչ չեն տեսնում, դու անպայման պիտի մտնես նրա տաշտի մեջ, որ քեզ տեսնի ու կոնֆետ տա, մենք այդպես ենք արել։ Շլդիկն ուրախ գնում, մտնում է խլուրդի լվացքի տաշտի մեջ։ Մորաքույր խլուրդը շլդիկին բռնում, մի լավ օճառում է, հետո մի լավ տրորում, հետո էլ պինդ քամում է շլդիկին ու մի ականջից կախում է իր լվացքի պարանից։ Շլդիկը չի հասցնում ձայն հանել։ Մինչև ուշքի է գալիս, խլուրդը լվացքի տաշտն առնում, իր գետնափոր տունն է մտնում։ Շլդիկն ընկերների հետևից ճղճղոցը գցում է. Էս ինչ արեցիք, ինչու ինձ խաբեցիք։ Մենք կատակ արեցինք, չէ որ դու շատ էիր ուզում, որ մենք էլ քեզ նման կատակասեր լինենք։ Այսպես են ասում ընկերները ու թողնում գնում են։ Իսկ շլդիկը մորաքույր խլուրդի պարանից կախված այնքան է ճոճվում, մինչև որ խլուրդի լվացքը չորանում է։ Այս դեպքից հետո շլդիկն նապաստակի մի ականջը մնում է ծալված։ Նապաստակն էլի ամբողջ սրտով ուզում է չար կատակներ անել, բայց դե լավ էր խրատվել։ Միայն չի դիմանում ու սկյուռիկին, աղվեսին ու ոզնուն միասին տեսնելիս, նրանց հետևից ձայն է տալիս. Հեյ, ձանձրալիներ։ Դու չհասկացար, շլդիկ նապաստակ, չի լինում երբեք չարամիտ կատակ, կատակը ժպիտ ծիծաղ է հուսեր, և դեռ կոչում ես քեզ կատակասեր, հիշիր իսկական կատակի վրա, քո ընկերները չեն բարկանա, հիշիր իսկական կատակի վրա, քո ընկերները չեն բարկանա։ Վերջ, հեքիաթն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ անգամ։